այդ TRIP կոչվող ճանապարհահատվածը, որը մասնակազմում ավելի մեծ տրանսպորտային ենթակառուցվածքի, որը անցնում է Հայաստանի տարածքում, այլևս դուրս է Հայաստանի վերահսկողությունից, անցնում է ամերիկյան վերահսկողության, պետք է կառուցվի ամերիկյան ներդրումներով, վերահսկվի ամերիկյան զինված ուժերի կողմից, Հայաստանը որևէ վերահսկողություն, այսինքն տարածքը հանձնված է Ադրբեջանին, որի հայկական մասում նախկին հայկական հատվածի վերահսկողությունը իրականացնում է ամերիկյան զինված ուժերը, այդ պահնորդական ընկերություններ բան որ խոսում են, Միացյալ Նահանգներում վաղուց է ընդունված, այլ երկրներում է կա, որ դրանք սովորական, ասենք, այդ շենքերի տարածքները կամ մասնավոր ուսումնական հաստատությունները հսկող պահնորդներ չեն։ Դրանք մարտական զենքերով զինված, բանակային ստորաբաժանումներ, ուղղակի մասնավոր, ոնց որ ենթադրենք Ռուսաստանում էլ կա, չէ՞, Վագներ մասնավոր ընկերությունը, որը որ պահնորդական ընկերություն չի սովորական էլ, այսինքն ինքը ունի ուղղաթիռներ, տանկեր, մարտական զենքեր եւ այլն, իր միակ պատվիրատուն պետությունն է, այսինքն ինքը մասնավոր կլիենտներ չունի եւ իրականացնում է պետական, այսինքն Ռուսաստանը Աֆրիկա բանակ պաշտոնապես չի ուղարկել, փող է տալի ռուսական մասնավոր կազմակերպության, որը խնդիր է լուծում։ Այդ մոդելը Ռուսաստանը վերցրել է Միացյալ Նահանգներում դա շատ վաղուց կա։